Շենքերի նկուղներում կուտակվող ջրի խնդիրը նոր չէ Գյումրիում, սակայն լուծում ստանալու փոխարեն ընդլայնում է իր տարածվածությունը, հասնելով այս անգամ գծի հետև կոչվող թաղամաս, այդ թվում Սաշա Գրիգորյանի 10 շենք։ Սկզբից շատ լավ էր, ոչ ջուր, ոչ մուր, կամաց քայ գեց աղտարուբեկը հալում աշխեղնի, մարդը Քելաստեղը կեգնիկ ճարդի, եկա շենքը 30 տարի, տարուբակը դիմանա։ 64 թվից այս շենքն եմ ապրի, այդպես բաներ չկար, այս վերջի տարիներին է սկզբից է ջուրը քիչ էր, հետո քիչ շատացել է։ Հատկապես առաջին հարկի բնակիչների մտահոգությունները մեծ են խնդրի հետ կապված։ Այսօր վերանորոգածն է շարքից դուրս գալիս, վաղը շենքի հիմքերը կխարխլվեն, նշում են վերջիններս։ Եկուս միսօր շենքը խեղմեկի կգնկցած, երկրաշարժին ինչ շենքը բլվավ, առաջինն է ես ու Յուրիկը կեշտ, այսինքն ինքը մեկ Երևան կեշտ է, ես։ Դուժմիկը առաջին հարգի ավրողը, դաժը առաջ արգել եմ, ժողովորդին սել եմ տունը 20-20 հազար, տնենք ջերմուղ ենձեն 200,000 փող ուզեց, որ մարդ ես ինչ համարին կզանգեք, այդ մարդը կաբնվիս, կինքը կուկա կշին է, 200 ոչիլ չկա ես շենքի վրա, ես ումից ինչ փող հավաքեմ։ Բնակիչները վերջին 4 տարում ծագած խնդրի լուծման համար ինչ դուր ասես ծեծել են, սակայն Բադից ծեն կուկա, իրանցի ծեն չի գա։ Էլ ջերմուղ, էլ քաղաքապետարան, էլ մազբեդարան։ Պատկան մարմիններից առանձնացնում են համատիրությունը, չնայած հավաքագրվող քիչ գումարների եւ սուղ հատկացումների համատիրությունը կարելի է ասել ջանքեր գործադրում է ժամանակավոր լուծումներ գտնելու համար։ Էլի փարկուդա մասը մեր համատիրության նախական, էլի բարեխիչ տղա է, ուրա կուկա, իրա Անով ուժերով ջուրը մաքրեն կերտում։ Շենքը սպասարկող Ավրորա համատիրության նախագահ Աշոտ Արշալուսյանը այսօր լրատվականի հետ զրույցում հաստատում է, խնդիրը բազմաշերտ է եւ կապված է թե շինարարական, թե ֆինանսական խնդիրների հետ։ Նրա խոսքով խնդիրը ծագում է շենքի հիմքից մոնոլիտային բետոնի հատվածից։ Ջրի աղբյուրը դեռ չեն կարողացել հստակ հայտնաբերել։ Մի քանի անգամ փորձել են տարբերակներ խողովակների փոխարինում, պոմպերով ջրի հեռացում, բայց արդյունքը կարճ ժամկետ է լինում։ Դրա համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք։ Իսկ համատիրությունը գործում է ինքնաֆինանսավորման սկզբունքով, բնակիչների կողմից վճարվող գումարները չափազանց քիչ են, եթե հաշվի առնենք, որ համատիրության բալանսում կա 7 շենք։ Եթե բոլոր բնակիչները վճարեն ամսական մոտ 140,000 դրամ կհավաքվի, բայց մոտ 40% բնակարաններ չբնակեցված են, 10-ից 15%-ն էլ սոցիալապես անապահով են։ Արդյունքում գումարները չեն բավարարում նույնիսկ մինիմալ աշխատանքներին։ Համատիրության նախագահն էլ արձանագրում է, որ վերջին տարիներին համայնքապետարանից սուբսիդիաներ չեն ստանում, ինչը տանում է խնդիրների սրմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։